Դեկտեմբերի 26-ին, 27-ին մեր դպրոցում հետաքրքիր միջոցառումների շարք գրանցվեցին, պատրաստեցին երեխաների ձեռքի աշխատանքներ, որոնք ցուցադրվեցին 2 օր անընդմեջ, դեռ շարունակվելու են ցուցադրվել։ Ասեմ, որ յուրահատուկ էր այս տարի այն առումով, որ դպրոցում երեխաները իրենց մտահղացմամբ պատրաստեցին մի հետաքրքիր տոնածառ, որ անվանակոչեցին «Քաղցր ծառ», ի նշան նրան, որ նոր գացող տարին 2014 թվականը լինի քաղցր, լինի ավելի բեղուն, առատ, բերի տարի։ Բոլորը շատ բարձր տրամադրության մեջ էին, պատրաստել ենք նաև հանդեսներ նոր տարվա, փոքրիկ բեմականացում, որտեղ հեքիաթի հերոսները հանդես եկան իրենց յուրահատուկ կերպարանքով, ուրույն կերպարանքով և երեխաներին մեծ բավականություն պատճառեցին։ Հուսանք, որ տարին իրոք բարեբեր տարի կլինի և բոլորը, ոչ միայն մեր փոքրիկները, մեր դպրոցի երեխաները, այլ նաև ողջ աշխարհի, ողջ երկրագնդի մեր մոլորակի երեխաները կտոնեն այս գեղեցիկ հրաշք տարին վառ, գեղեցիկ, պայծառ գույներով։ Եվ օգտվելով ընձեռված հնարավորությունից ուզում եմ շնորհավորել բոլորի ամանորը։ Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, հագուստներ ունենք, դիմակներ պես, դիմակներ պես, դիմակներ։ Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, հագուստներ ունենք, դիմակներ պես, դիմակներ պես, դիմակներ։ Հյուրը գա շուտով ձմեռ պապին, ներս կմտնի պարկը շալակին, ձյունանուշներ երկը շուկերին, շուրջը կխմբի շիմանուկներին, իսկ մենք մանուկներ մեր շրջան կազմենք, մեր շրջան կազմենք, մեր շրջան կազմենք, ինչպես զանգակներ ուրախ երկով ու պարով կզնգան։ Հյուրը գա շուտով ձմեռ պապին, ներս կմտնի պարկը շալակին, ձյունանուշներ երկը շուկերին, շուրջը կխմբի շիմանուկներին։ Հյուրը գա շուտով ձմեռ պապին, ներս կմտնի պարկը շալակին, ձյունանուշներ երկը շուրջերին, շուրջը կխմբի շիմանուկներին, իսկ մենք մանուկներ մեր շրջան կազմենք, մեր շրջան կազմենք, մեր շրջան կազմենք, ինչպես զանգակներ ուրախ երկով ու պարով կզնգան։ Հյուրը գա շուտով ձմեռ պապին, ներս կմտնի պարկը շալակին, ձյունանուշներ երկը շուկերին, շուրջը կխմբի շիմանուկներին, շուրջը կխմբի շիմանուկներին, շուրջը կխմբի շիմանուկներին։